Բարև ձեզ ժողովուրդ ջան, հուսով եմ լավ եք։ Ժողովուրդ ջան, մի քանի բան ունեմ հիշեցնելու Տաշի Սամոյին եւ իր փոքրիկ խմբակին։ Այո, իրականում իրենք շատ փոքր են։ Ինչի մասին է խոսքը։ Ուրեմն այդ մարդիկ, որ ներկայանում են ժողովրդին սիրող, Հայաստանը սիրող, եւ քաղաքական հայտ են ներկայացրել առաջիկայում մասնակցին ազգային ժողովի ընտրություններին, դա այդքան էլ կապ չունի հայրենիքը սիրելու, ժողովրդին սիրելու հետ, որովհետեւ իրենք իրենց կատարած աշխատանքով արդեն ապացուցել են, որ ոչ հայրենիքն են սիրում, ոչ էլ ժողովրդին են սիրում։ Ասեմ ինչու։ Ուրեմն 1999 թվականից հեծը սեփականացվել է։ Այդ ժամանակ հոսանքի գինը եղել է 15 դրամ։ Իրենց ողջ կառավարման ընթացքում հոսանքի գինը բարձրացել է եւ հասել է 45 դրամի։ Այսինքն մոտ 120-ից 130% հոսանքի գինը բարձրացրել են, այսինքն այդքան տոկոս ժողովրդի կյանքը դժվարացրել է։ Դա արդյոք կապ ունի հայ ժողովրդին սիրելու եւ Հայաստանը սիրելու հետ։ Եվ իրենք դա ներկայացրել են որպես չփակվող ծախս, բարձրացնել է հիմնավորել են այդպես էլի, բայց որևէ ներդրում չենք տեսել հեծի գործունեությունում, ոնց կային փտած սենասյուները, ձյութած եւ այլը թեք, լարերը ասեն շքամուտքերում, մարդկանց դռան մուտքերի վերևով անցնող իզալենտերով կապ կպած, այդպես վտանգավոր մարդկանց կյանքին վտանգ սպառնացող իրավիճակը ոնց եղել է 40 տարի առաջ նույն ձևի կա մինչև հիմա փառք ու պատիվ հիմիկվա կառավարչին եւ նոր փոփոխված անձնակազմի այդ ամեն ինչը քիչ-քիչ փոխվում է ու մարդիկ տենում են որ իրոք փոխվում է։ Ուրեմն երբ որ 2015 թվականին վերջին անգամ դիմեցին 6.90 քանի դրամ 3 իշքան հիշում եմ հոսանքի գինը բարձրացնեին դիմեցին հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին այդ ժամանակ իրենք ունեին մի հատ Բիբին Եվգենի Բիբին ռուս ով կառավարում էր հեծը շուրջ 6 տարի կառավարել է հեծը 2009 թվականից մինչև 2015 թվականը 2015 թվականին ժողովուրդը ընդվզեց այդ հոսանքի բարձրացման դեմ եւ հիշում եք էլեկտրիկ Երևան շարժում է եւ կարգախոսն էր այդ շարժման ոչ թալանին այսինքն ժողովուրդը արդեն գնահատական էր տվել իրենց այդ գործողությանը որպես թալան այսինքն որ թալանում են ժողովրդին ինչ արեցին Բիբինը Նարեկ Կարապետյանի հայրիկը ով Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի կարկառուն քաղաքական գործիչներից էր եւ բարձր պաշտոնի էր նստած զբաղեցնում էր բարձր պաշտոն, ինչ արեցին։ Մի տհաճ օր, սև օր, Բաղրամյան փողոցում ժողովրդին ջարդեցին, հրաման տվեցին, ջրցան մեքենաները բերեցին, ջարդարարներին բերեցին ու սկսեցին ժողովրդին ջարդել։ Առավոտյան ծեքին ցրտին ջրցան մեքենաները միացրեցին եւ հարյուրավոր երիտասարդների ջրեցին, բանտերը, ոստիկանական բաժանմունքներ տարան, ծեծեցին, գցեցին հիվանդանոցներ, ինչ արեցին, ինչքան ուզենք, այդքան խփենք, ոնց կասեր Սերժը, հոսանքի գինը ոնց դիմել էին, այդ ձևել բարձրացեցին, ոչ մի զիջում, այսինքն բեսպրեձել, ինչ ուզե արե, ոնց ուզե արե, ինչքան ուզե, այդքան խփել են։ Հիմա այդ մարդիկ ներկայանում են իբրև հայրենիք սիրող, Հայաստան սիրող, ժողովուրդ սիրող, քանի որ առաջիկայում ընտրությունները այդ ժողովուրդը պետք է իրենց քվեարկեն։ Հիմա ըստ ձեզ որքանով կապ ունի իրենց այդ խոսքերը իրենց արածների հետ։ Ոչ մի կապ չունի, սուտ։ Պարզապես խաբում են, որ գնաք եւ քվեարկեք իրենց։ Հաջորդը, ուրեմն իրենց կառավարման ընթացքում տղերքը դիրքերում պայմանագրային ծառայողները, երբ որ իրենց ընտանիքները բնակվում են քաղաքներում, գյուղերում եւ այլը, իրենց աշխատավարձները ստանում են ամսվա սկզբին, բայց հոսանքի համար վճարվող գումարը պետք է լիներ մինչև ամսվա վերջ, որպեսզի հոսանքը չանջատեին։ Էլեկտրիկներին պարտադրում են, որ պետք է բոլորի հոսանքների համար գումարները վերցնեն, եթե չվերցնեն անջատեք։ Բազմատիվ դիրքապահ զինվորների տղերքի ընտանիքներ մնացել են ցրտի ու մթի մեջ։ Էդի ժողովրդին սիրել, հա? Չէ, ձեր արածը вообще չի բռնում ձեր ասացի հետ։ Вообще, այն որ արել եք ու հիմա խոստում եք որ պետք անեք, չեք անելու, որովհետև բեսպրեձել եք արել, ինչքան ուզի խփել եք, ոնց ուզի արել եք, ինչ ուզի արել եք, չի բռնում տղերք։ Բայց փառք ու պատիվ, ժողովրդական խոսքով լեզվով ասեմ էլի ժողովուրդ ջան,
Փառք ու պատիվ բազմաթիվ էլեկտրիկների, որ իրենց գրպանից այդ ժամանակ դնում էին, տանում էին գումարը վճարում էին հոսանքի համար, ինչա թե այդ ընտանիքների, որոնց ընտանիքի այդ հայրերը, որդիները առաջնագծում սահման էին պահում, անհանգիստ չլինեին, որ իրենց ընտանիքը հիմա ցրտի ու մթի մեջ է, հանգիստ սահման պահեին, այդ էլեկտրիկները տանում էին այդ գումարները վճարում էին։ Հայթայթում էին, եթե չէին ունենում։ Ես իրենց շատ շնորհակալ եմ։ Այ բարեգործությունը այ դա է, ու էդի ձեր արածի հետ ոչ մի կապ չունի։ Ձեր այն ինչը որ ասում եք ու ձեր արածի իրար հետ չի բռնում։ Ու հիմա բարեգործությունից եք խոսում։ Ինչ բարեգործություն արել եք։ Մի քանի անգամ ավել այդ գումարից ավել բարեգործությանը համահունչ մի քանի անգամ ավել պետության, կառավարության, Սերժի կառավարության որոշումներով հարկերից ու տուրքերից, մաքսատուրքերից ազատվել եք։ Ենթադրեք արել եք 100 միլիոն դրամի բարեգործություն, 1 միլիարդ դրամի հարկերից ազատվել եք։ Էդ եղավ բարեգործություն։ Բարեգործությունը դրել եք հարկերից ազատվելու տակ որպես հիմք, որպեսզի հարկերից ազատվեք։ Այդտեղ էլ եք բիզնես արել։ Այդտեղ էլ եք ժողովրդին խաբել։ Ու հիմա եկել եք ներկայանում եք, մինչև հիմա էլ դիմում եք կառավարություն, որ ինչա պետությունից մի հատ քյար անեք, էլի, քյարի վրա մարդիկ եք։ Ինչ բարեգործ, ձեզանից ինչ, Սերժի առանձնատունը կառուցելը, վերանորոգելը, ռեմոնտ անելը, դա բարեգործություն, հա։ Դե ռեմոնտ եք արել, ինքն էլ խոսքի արել եք 10 միլիոնի ռեմոնտ պայմանական։ 50 միլիոնի հարկից ազատվել եք իր նույն որոշումով, կառավարության որոշումով։ Ինչ բարեգործ։ Դուք գիտեք ժողովուրդը այդքանը ձեր մասին չգիտի, շատ լավ էլ գիտի։ Ընտրությունների ժամանակ, այն ինչը որ հիմա ասում եմ, եթե իմ ասածները սուտ լինի, դուք հաղթելու եք, եթե ճիշտ լինի, հնարավոր է որ նաև դուք շեմը չհաղթարեք։ Հնարավոր է եւ այդպես փողով կարողանաք էլի կան անուղեղներ, որ կարաք խափեք փողով, քաշեք ձեր շարքերը, գնան ձեզ քվեարկեն։ Մենք շատ լավ գիտենք դուք ով եք։ Ժողովուրդը գիտի, իրականում գիտի, իր մաշկի վրա զգացել է, դուք ով եք։ Դուք ոչ հայրենիք սիրելու հետ կապ ունեք, ոչ ժողովրդի սիրելու հետ կապ ունեք։ Իրականում ոչ էլ բարեգործության հետ կապ ունեք։ Բարեգործությունն էլ է ձեր համար եղել բիզնես։ Այդ ամեն ինչը սաղ կա։ Այդ ամեն ինչը սաղ արխիվներում, կառավարությունում կա։ Հենց որ չեք կարող խափեք ժողովրդին։ Շարունակեք խափել, ու ինչքան խափեք, այդքան ավելի է ձեր ազգային ժողովում չանցնելու շանսերը մեծանալու։ Ստեսություն։